Դժվարուղին հաղթահարված է, մենք նուժերը եսից ամեն ինչ դեռ առջևում է։ Ակումբ գալուց արդեն իսկ կայացած են մուտք գործում, կան որոշակի չափանիշներ բիզնեսում, որ պետք է ապահովված լինել, իսկ եթե բիզնեսը հասել է այդ շեմին, որ կարող է լինել Մանթաշյանց գործարանների ակումբում, բնականաբար արդեն իր կայացման դժվարուղին հաղթահարված է։ Իսկ ակումբի ներսում այն միջավայրը, որ տալիս է մեզ ակումբը, network-ը, ընկերական միջավայրը, օգնում է, որ մարդիկ ավելի լավ իրենց բացահայտեն եւ գտնեն համախոհներ։ Այդպիսով նաև դրսևորեն իրենց լավագույն կարգավիճակում։ Մանթաշյանցը մի կառույց է, որ փոխում է պատկերացումը հայ գործարարի մասին, որովհետև տարիների վեր Հայաստանում քիչ այլ պատկերացում կա գործարարի, բիզնեսմենի, բիզնեսվումենի մասին, ու մեր առաքելություններից մեկը դա է փոխել կարծրատիպերը։ Միանշանակ մենք նուժերը եսից շատ գրավիչ էր այն փաստը, որ բիզնեսով զբաղվող մարդիկ ստեղծել են այդ կառույցը ու նպատակ ունեն մեկ այլ բիզնեսի ընդունել իրենց շարքեր։ Բնականաբար պատկերացումները կարային եւ նույնը չլինեն ինչ-որ իրականություններ, որովհետեւ առաջին իմ համագործակցություններ բիզնես ակումբի հետ, այսինքն միջև այդ փորձ չի եղել, ես չեմ էլ պատկերացրել այդ ակումբը իրենից ինչ է ներկայացնում, բայց հաճելիորեն զարմացած եմ, որովհետեւ ձեռք են բերել շատ որակով ընկերներ, ու ընկերներ ոչ թե մենակ աշխատանքի համար, այլ ամբողջ կյանքի հետ վստահությամբ կարող եմ ասել։ Ինքս ակումբի ներսում շատ համագործակցություններ եմ ունեցել։ Բնականաբար այն վստահությունը, որ մենք որոշակի ճանապարհ անցած եւ նույն մտահորիզոն ունեցող մարդիկ ենք, ավելի է օգնում, ավելի հեշտ գնալ գործարքի։ Ես բազմաթիվ գործարքներ եմ ունեցել, հատկապես ֆինանսական, ու միշտ այդ սոցիալական կապիտալ ասվածով կբերեմ այդ օրինակը։ Սոցիալական կապիտալի արդյունքն է, որ ես այն հաջողությունները, ինչ որ ակումբի ներսում գրանցել եմ համագործակցության արդյունքում, եղել են արդարացված։ Ամեն ինչ դեռ առջևում է։ Երբ որ դու տեսնում ես այլ երկրում հայի, ուրախանում ես, որ հարազատ մեկին ես տեսել, նույնը կարող եմ պրոյեկտել Մանթաշյանցի մասով, երբ որ դու դրսում տեսնում ես մեր ապրանքանիշով, հա, մեքենաները, ու հասկանում ես, որ այդտեղ դու այդ տարածքում մենակ չես, կա յուրային, որ եթե այդտեղ լինի ինչ-որ խնդիր, մի հատ զանգ կամ մի հատ մեր ներքին չաթում գրություն, որ կարամ ասեմ, Վրաստանի պատմությունը, հիշեցի։ Վրաստան վերջերս այց էինք ունեցել Մանթաշյանցի շրջանակներում, ու այնպես ստացվեց, որ մեքենայից բանալին մնաց մեքենայի մեջ եւ դռները փակվեց, իսկ ինքը կանգնած էր գետնի տակ մեքենան ու չկար ինտերնետ հասանելիություն, որ գոնե հեռախոսով կարողանայի կառավարել, ու դիմեցի ակումբականներին, որ սենց խնդիր կա, ու 15-20 րոպե հետո առնվազն 7-8 հոգի հավաքվել են ճշմարտ ապարատով ու սկսել են մեքենան բացել, որ ես կարողանամ շարունակել, ու այդ վստահությունը, որ դու այդ տարածքում մենակ չես, որ քո յուրայինները այնտեղ են, դա շատ եւ հավատ է տալիս եւ ուժ։ Նվիրում, մտածված աշխատանք, հավատալ են գործին, ինչ որ անում ես։ Բիզնեսում խնդիրները, երբ որ առավոտյան արթնանում ես, արդեն իրեն քեզանից շուտ արթնացած են լինում։ Կողքից թվում է, որ բիզնեսում չկան խնդիրներ կամ բիզնես անելը բավականին հեշտ եւ հաճելի աշխատանք է, անխոս հաճելի է, բայց դրա հետևում կան լիքը անքուն գիշերներ, լիքը արցունքներ, լիքը նյարդեր, չստացված պրոյեկտներ, որովհետև այնպես չի, որ դու առաջին բանը, որ սկսում ես, միանշանակ հաջողում ես, հարց մոռացա։ Քննարկումների ժամանակ ակումբականներում մեր 10-րդ խմբում, երբ որ հավաքվում ենք ու ասում են խնդիրներ են, որ իրար հերթ չենք տալիս ներկայացնելու, որովհետև անհնար է առանց դրա, եթե չկա խնդիր, ուրեմն դու չես աճում։ Ուրեմն դու ինչ-որ մի բան ճիշտ չես անում, հա, ուղղակի գոյություն է խնդրի մասշտաբ։ Մեր պարագայում այդ մասշտաբները տիեզերական են, որովհետև հաշվի առնելով, որ միակն ենք որպես արտադրող եւ լիքը մարդիկ տենց մեր շողքի տակ փորձում են գործունեություն ծավալել, բնականաբար ստիպված ենք լինում լիքը խոչընդոտներ հաղթահարել, ու շատ խնդիրների լուծում գտնվում է հենց ակումբի ներսում։ Մեր ներքին չաթերում մի հատ խնդիր տեղադրելով, որ ընկերներ, այսպիսի իրավիճակ կա, ով կարող է օգնել, հաշվառ ժամերի ընթացքում թե արձագանքները, թե նաև լուծումներ, ինչու՞ չէ, հա, նաև լինում են։ Մենակ այն միտքը, որ դու մենակ չես, որ ունես խնդիր, լավ էսպես ասեմ, հա, ու դու գտնում ես ճիշտ մարդկանց միջավայրում, այդ արդեն բավական է, որ դու քեզ կոմֆորտ զգաս, որ լավ, այստեղ խնդիր կա, այս խնդիրը լուծում ունի, ուրեմն ես մեկը եթե լուծումը գտել է, ես է կգտնեմ կամ միասին կգտնենք։
չենք վերաբերվում, որ քո խնդիրը իմն է, ով վсё մենք դրանով ենք ապրում, բայց այնպես է չի, որ եթե մեկը ակումբից ունի խնդիր, մենք ասում ենք դա մեր խնդիրը չի։ Բնականաբար այդ միասնականությունը, իրար օգնելու պատրաստակամությունը ինձ թվում է իմ բոլոր ակումբական ընկերներն կհաստատեն, որ կա ու դա վառ ապացույցն է, ասում եմ, մեր ներքին չաթերում տիրող խանդավառությունը, երբ որ մեկը ինչ-որ խնդրի մասին գրում է, ինչքան արձագանքներ են արագ լինում։